Ես ուզում եմ հասկանալ, դուք հավատում եք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարավոր է լինի խաղաղություն։ Ես անգամ կա հաստատում։ Հա, հիմա նոր հասկացա, բա շուտ ասեի։ Բայց ես բազմիցս սրա մասին ասում եմ, այս ինչ որ ես ասում եմ ոչ։ Ոչ, սա գործընթաց է։ Այսինքն իրական Հայաստանի գաղափարին կողմ չեք։ Կարծում եք, որ տարածքային պահանջ ամեն դեպքում պետքա լինի, քանի որ իրական Հայաստանի գաղափարով մենք պահանջատիրություն պետք է չունենանք։ Պետք է ճանաչենք Թուրքիայի սահմանները եւ վերջ։ Դուք ո՞նց եք մտածում, այսինքն։ Ես մտածում եմ գիտական հիմքերի վրա։ Այս ինչ որ դուք ասեցիք, սա ցանկություն է, մեկ մյուսը դա քաղաքական գործընթաց է։ Հիմա նայեք, ոնց դու չունենաս տարածքային պահանջ։ Տեսնում եմ, մենք գնում ենք խաղաղություն, պետք է չունենանք տարածքային պահանջ։ Դուք ո՞ր լրատվությունից եք։ Եվրոմեդիա 20։ Հա, Եվրոմեդիա, հա։ Հիմա նայեք, խոսքը դրանից դու չունես, վերցնեք այդ տարբերակը, դու չունես, բայց քո հանդեպ ունեն։ Քո հանդեպ ունեն։ Եթե դու ասում ես, ես չունեմ տարածքային պահանջ, չէ՞։ Բայց դա չի նշանակում, որ քո կողմնակիցը չունի։ Հակամարտությունը երկու կողմ է։ Իսկ եթե այնտեղ ասում են, ասենք թե Թուրքիայի գենշտաբի պետը ասում է, որ գիտեք ինչ, մենք թույլ չենք տա, որ Խոջալիի ցեղասպանությունը մոռանան։ Կամ Ադրբեջանում ասում մենք 18 թվի ցեղասպանությունը բարձրացնելու ենք։ Դա ինչ է, հասկանում եք, սա այդ հարցերը տալիս եք, պատասխանները ակնհայտ են։ Այդ գիտության մեջ գրված է, իմացեք մի հատ կետ եմ բերում, ինչ է նշանակում ռազմական սպառնալիք։ Եթե հարևան պետության ղեկավարը հնչեցնում է տարածքային պահանջներ, դա ռազմական սպառնալիք է։ Ու դու պետք է դրան արձագանքես, ոչ թե խոսքերով, այլ դու իրան պիտի բերես համապատասխան, այս ինչ որ ես ասեցի պետության ցանկը, ով անա կոնֆլիկտ է իր հետ, թե չեզոքա, թե դու դաշնակից ես իր հետ։ Դրանից հետո մշակում ես հայեցակարգը ու մտցնում ես ով է հայեցակարգին ինչ հարցերի է պատասխանում։ Շահերը պետության, սպառնալիքները եւ ոնց է չեզոքացնում։ Ով է հիմա մեր սպառնալիքը կա։ Մեր բանակը ում հետ է պատրաստվում այդ զենքը որ գնում են, ում դեմ է ուղղված։ Քաղաքական առումով ես հասկանում եմ, այստեղ կա նաև դիվանագիտություն, դու չես ասում, որ ես ուղում եմ, ասենք թե բանի դեմ, ժամանակ ես շահում, հասկանում ես, այդ նոր լրջագույն հարցեր է, բայց պիտի իմանաս քո ներկոմ, պիտի երկու մասի լինի անկախ ներողություն բաց եւ գաղտնի մեջ պիտի գրես այդ ամեն ինչ, եւ քո բանակը իր դոկտրինում, որը բխում է այս հայեցակարգից, պետք է հստակ ինքը պատրաստվի պատերազմին։